ուզում եմ 10 հատ Նիկոլ Փաշինյան լինի, եթե Գարեգին բեն չուզենա իր աթոռը զիջել կամ հրաժարական տալ, ցանկացած գործընթաց լինելու է ոչ լեգիտիմ, ապօրինի հակա սահմանադրական, հակա եկեղեցական կանոնադրության։ Հետևաբար ճգնաժամը հաղթահարելու մի միջոց եմ ես տեսնում եւ առաջարկում։ Տեսեք, 2021 թվականին իհարկե համատությունը մի փոքր այլ է, բայց բովանդակային առումով գրեթե նույն հանգուցալուծումն է ենթադրում։ Տեսեք, 2021 թվականին Արցախյան աղետալի պատերազմից հետո քաղաքական դաշտում ստեղծվել էր ճգնաժամ։ Այդ ճգնաժամը հաղթահարելուն միտված Նիկոլ Փաշինյանը քայլ արեց, ասեց ես ներկայացնում եմ հրաժարական, գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լավ, վատ, ճիշտ, սխալ լրիվ ուրիշ քննարկման առարկա է, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան եւ այդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանը վերընտրվեց։ Հիմա նույն սցենարը ես առաջարկում եմ եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը հաղթահարելու համար։ Տեսեք, ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությամբ ազգային եկեղեցական ժողովն է բացառապես ընտրում ամենայն հայոց կաթողիկոսի։ Մնացած որևէ հոգևոր մարմին, դա կլինի եպիսկոպոսատ ժողովը, դա կլինի հոգևոր մարմինը, առաջարկում է կաթողիկոսը հրաժարական։ Այ նորից առաջադրվի, ընդ որում իրեն հնարավորություն տրվի նորից արտահերթ եկեղեցական ժողով հրավիրի ինքը, որովհետև 7 տարին մեկ է հրավիրվում հերթական ազգային եկեղեցական ժողովը եւ ընդ որում արտահերթ ազգային եկեղեցական ժողով կարող է հրավիրել բացառապես կաթողիկոսը, ուրիշ ոչ մի հոգևոր մարմին նման լիազորություն չունի։ Ավելին ասեմ ձեզ, ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունված որոշումները ուժի մեջ են մտնում բացառապես ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատվելուց հետո։